ՄԻՊ-ի հաստատությունից 11 օր շարունակ հացադուլ իրականացնող Նարեկ Սամսոնյանին որևէ մեկը չի տեսակցել եւ հրապարակային հայտարարություններ հացադուլի մեջ գտնվող անձի եւ նրա առողջական վիճակի առնչությամբ, որի մասին պարբերաբար խոսում ենք, դա հանդրության սեփականությունն է այլևս որևէ արձանագրում չի եղել։ ՄԻՊ-ի աշխատակազմից մեզ ընդունելության հրավիրեցին, հանդիպեցինք ՄԻՊ-ի տեղակալի եւ համապատասխան շահագրգիռ բաժիններից մի քանիսի ղեկավարների հետ, որտեղ ներկայացրեցինք մենք ակցիայի խնդիրը նպատակը իրենք էլ ներկայացրեցին իրենց դիրքորոշումը հարցի առնչությամբ։ Հետևյալ իրավիճակն է, որ իրենք հայտարարում են, որ ՄԻՊ-ը ինքն է ընտրում, թե ինչ գործիքակազմով աշխատի նմանատիպ հանգամանքներում։ Տվյալ դեպքում տեղեկացրեցին մեզ, որ ինչ որ գրավոր բանա, որ ընթացակարգերով կապի մեջ են իրենք տարբեր շահագրգիռ կառույցների հետ, իրավասու կառույցների հետ, որոնք տիրապետում են Նարեկ Սամսոնյանի վերաբերյալ թեմային։ Մենք էլ ներկայացրեցինք մեր տեսած խնդիրը այն է, որ առնվազն 11 օր իրենք չեն այցելել Նարեկին, չեն լսել Նարեկի վերաբերյալ, Նարեկի դիրքորոշումը, իր պահման պայմանների վերաբերյալ, հացադուլը պատժախցում իրականացնելու վերաբերյալ, իր առողջական խնդիրների հետ կապված հրատապության վերաբերյալ, նաև չի եղել որևէ հրապարակային արձագանք։ Մեր դիրքորոշումն այն է, որ նմանատիպ իրավիճակներում ՄԻՊ-ը իր սահմանադրական մանդատի շրջանակներում պետք է գործի, ինքը նախաձեռնի, իրականացնի, հայտարարի հրապարակային կերպով արձագանքի այսպիսի իրավիճակներին, որպեսզի այն բոլոր շահագրգիռ կառույցներն էլ, որոնց իրապետության տակ գտնվում է Նարեկ Սամսոնյանի կյանքին եւ առողջությանը սպառնացող հանգամանքը, իրենք էլ զգան ՄԻՊ-ի կողմից, ՄԻՊ-ի ինստիտուտի կողմից հանրային ճնշումը, օրինական ճնշման մասին է խոսքը եւ գործեն ըստ պատշաճի։ Եվ փոխադարձաբար մենք մեր դիրքորոշումները հայտնեցինք, ես նաեւ տեղեկացված էի, որ օրինակ Վասիլիս Մարագոսից ԵՄ դեսպանից մենք նամակ ենք ստացել, որտեղ նշվում էր, որ իրենք տեղեկատվություն են ստանում ՄԻՊ-ի ինստիտուտից Նարեկ Սամսոնյանի դեպքի վերաբերյալ։ Ես ասացի, որ այդ տեղեկատվությունը փոխանցելու առնչությամբ ես իրենց դիմում կներկայացնեմ, որպեսզի հասկանամ նախ իրենք ինչ տեղեկատվության են տիրապետում եւ ինչպիսի տեղեկատվություն են փոխանցում մեր միջազգային գործընկերներին։ Եվ նորություններ իմանալու դեպքում կրկին մենք կհայտարարենք այդ մասին։ Մենք ամենայն մանրամասնությամբ այսօր ներկայացրել ենք գործի հանգամանքները առաջին օրվանից մինչև այսօր, բոլոր դետալները ապօրինությունների առնչությամբ, որոնք մեր կարծիքով տեղի են ունեցել։ Մենք պնդում ենք, որ սա շարքային կալանավորի շարքային դատապարտյալի գործ չէ, որ մարդու իրավունքների պաշտպանի հերթական տարեկան զեկույցներին սպասենք կամ հերթական այցերին սպասենք։ Նարեկ Սամսոնյանը շարքային, ինչքան որ շարքային քաղաքացին է, այնքան էլ շարքային քաղաքացի չէ, քանի որ նախ առաջին մեդիա գործիչ է։ Երկրորդ գործը առնչվում է անմիջապես խոսքի ազատության ոտնահարմանը։ Երրորդ գործի հակառակ կողմում իշխանության ներկայացուցչի անմիջական հրահանգն ու ցուցումն է։ Չորրորդ Նարեկ Սամսոնյանի կալանքը երկարացվել է եւս 3 ամսով։ Ընդամենը հետույք բառը հրապարակայնորեն իր ոդքասթի ընթացքում արտաբերելու համար։ Չորրորդ արդեն 11 օր շարունակ Նարեկ Սամսոնյանը գտնվում է անժամկետ հացադուլի մեջ հստակ պահանջով այն է անհապաղ ապօրինի կալանքից ազատ արձակել։ Հինգերորդ նրա հացադուլի հանգամանքին օրգանիզմի հյուծմանը գումարվել է նաև նրա լուրջ առողջական վիճակը, որը ըստ բժշկի ցուցման հրատապ վիրահատական միջամտություն է ենթադրում։ Եվ սրանք հանգամանքներ են, որը չի ենթադրում, որ մենք գործ ունենք հերթական ինչ-որ հացադուլ հայտարարած անձի հետ քրեակատարողական հիմնարկում եւ կարելի է սպասել հերթական այցին, այսպես թե այնպես պատժախցի պայմաններին տիրապետում ենք, գիտենք ինչ է կատարվում եւ այլն։ Ոչ, մենք հրատապ միջամտության անհրաժեշտություն ենք տեսնում եւ կարծում ենք, որ ՄԻՊ-ը իր սահմանադրական մանդատի շրջանակներում պետք է գործի ըստ պատշաճի։ Նաեւ մեր ահազանգը վերաբերվում է բոլոր շահագրգիռ կառույցներին, բոլոր իրավասու մարմիններին, ուզում ենք առողջության հետ կապված խնդիրը մաքսիմալ բարձրաձայնել, որպեսզի առողջության անդառնալի հետևանքներ չառաջանան, որովհետև ամեն օրը հաշվարկվում է ոչ թե որպես 1 օր, այլ 5 օր, 10 օր, քանի որ օրգանիզմի հյուծմանը գումարվում է նաև առողջական լուրջ խնդիրը եւ իրար հետ դրանք փոխլրացնելով ավելի մեծ վտանգ են ստեղծում կյանքի եւ առողջության համար։ Այսինքն ՄԻՊ-ը այս ընթացքում միայն ձեզ լսել է, իսկ քայլերի մասին ինչ որ բան չի բացաձայնել, թե կքննարկեն նոր կասեն։ Իրենք մեզ հայտնեցին, որ ոչ հրապարակային կերպով գործողություններ իրականացնում են, բանավոր եւ գրավոր ընթացակարգերով դիմում են այն մարմիններին, որոնց իրավասության տակ է գտնվում
խնդիրը, զորօրինակ քրեակատարողական հիմնարկին, ՊՕԱԿ-ին եւ այլն։ Բայց մենք համարում ենք այս գործիքակազմերի ընտրությունը ոչ լիարժեք տվյալ պարագայում, որովհետեւ մենք գործ ունենք հրապարակային դրսևորվող խնդրի հետ, մարդու առողջությանը անմիջապես սպառնացող հանգամանքի հետ, որը ենթադրում է հրապարակայնություն, ենթադրում է հրատապություն, այդ urgency խնդիրը տեղացնելու անհրաժեշտություն ենք մենք տեսնում եւ այդ առնչությամբ անում ենք ամեն ինչ, որպեսզի դա հասնի բոլորին եւ նաեւ հանրության աջակցությունն ենք ակնկալում, որպեսզի մարդիկ նույնպես իրենք էլ իրենց մասով արձագանքեն, պահանջեն Նարեկ Սամսոնյանին անհապաղ հիվանդանոց տեղափոխելը։ Դուք զրուցել եք պարոն Սամսոնյանի հետ, հացադուլը դադարեցնելու մտադրություն դեռևս չունի։ Ոչ, նա շատ վճռական է իր հացադուլի մեջ, իր պահանջը արդար է, իր պահանջը հստակ է, անհապաղ ազատ արձակել ապօրինի կալանքից։ Նարեկ Սամսոնյանը այն տեսակը չէ, որ նստի համակերպի, սպասի մինչև իր կյանքի եւ առողջության վերաբերյալ ուրիշները որոշում կայացնեն։ Ինքն արել է իր քայլը, կատարել է բողոքի իր քայլը։ Մեզ մնում է աջակցել այդ պահանջին, լինել իր կողքին, բարձրաձայնել իր խնդիրը եւ հնարավորինս արագ հասնել իր պահանջի կատարմանը։